Հանուն հոր և որդվո և հոգվույն սրբո ամեն։ Հայրապետական օրհնությամբ ու քրիստոնեական չեմ սիրով գողջունենք Մեծիդան Անգելիկիո կաթողիկոսության Անտիլիասի մայրավանքեն ներկա համագումարին բոլոր մասնակիցները։ Գաբրինք տագնապալից ժամանակներու մեջ Հայաստանը ու Սփյուռքը և ընդհանրապես մեր ժողովուրդը թիմակրավո տագնապներուն ու մարտահրավերներուն իրադես ու համապարփակ քննարկումներու նվիրված ներկա նախաձեռնությունը կնկատենք այժմիական ու հրամայական։ Մեր խոսքը կուզենք սկսել հարցադրումով, որ մեկնագետը ու մղիչ ուժը հարգևոր դառնա համագումարի մոտեցումներուն ու արժևորումներուն։ Ուր է այսօր Սփյուռքը, հարաբերաբար ինքն իրեն, Հայաստանին և մեր ազգին ընդհանրական տագնապներուն ու իդեալներուն։ Իրապաշտ ինքնահայեցողությունը ու առարգայական ինքնակնությունը հերու սկացական ու միակողմանի դատումները էական են մեր թիմակրաված խնդիրներուն և մարտահրավերներուն ճիշտ ախտաճանաչումը կատարելու և համապատասխան ուղեկիցը ճշտելու համար։ Անուրանալի իրողություն է, որ ցեղասպանութենեն հետո մեր ժողովրդի ծրված ու անօթևան զավակները գազմագերբ համայնքներու վերածելու և եկեղեցվո, դպրոցի, ակումբի ու մշակույթի ճամփով և ծով զոհողությամբ հայու ինքնությունը պահելու և մեր պահանջատիրությունը հետապնդելու գծով եկեղեցին, կուսակցությունները ու միությունները ճշտորոշիչ դեր կատարեցին։ Այսօր սակայն տարբեր պատկեր կպարզե Սփյուռքը։ Ան տարբեր մարտահրավերներու դիմաց է համաշխարհայնացած աշխարհի մեջ, ուր արժեքները նահանջի մեջ են ու ազգային ինքնությունները գորուստի ենթակա։ Հետևաբար Սփյուռքի ինքնակնական արժևորումը ու մեր կառույցներուն նպատակի ու գործունեության վերատեսությունը ու վերակենսավորումը կնկատենք անհետաձգելի։ Այլևս չենք կրնար կարծրատիպերով, մաշած մտածելակերպերով ու հինցած գործելակերպերով մեր հավաքական կյանքը կազմակերպել, երիտասարդությունը մեր շուրջ պահել, նոր սերունդներուն ազգային շունչ փոխանցել ու ազգային իդեալներով շաղախել, երբ մեր մոտեցումները այսօր համահունչ չեն ներկա պայմաններուն ու պահանջներուն։ Այս մտահոգութենեն մեկնած 2023 և 24 տարիները մենք հայրապետական հռչակագրով
հռչակեցինք Սփյուռքի վերագազմագերման տարիներ։ Այս գործընթացը հարկ է որ շարունակվի։ Մեկ կողմեն գարչած մնալով մեր արմատներում եւ մյուս կողմեն նոր աշխարհայացքներու ու հորիզոններու փանալով մեր հավաքական կյանքը։ Սփյուռքը երբեք իր յուրահատուկ օրագարկը չէ ունեցած։ Բացի ապրիլ 24-ի եւ ճակատագրական բահերում համայնքային պատասխանատուներու միջև կատարված հավաքական խորհրդակցություններեն ու միացյալ հայտարարություններեն։ Համասփյուռքյան օրագարկի ձևավորումը ու մտածողության մշակումը կնկատենք անհրաժեշտ, բայելով համթերց իրենց յուրահատկությունը, անոնք պետք է անանջատելի ու լրացուցիչ մասը դառնան համահայկական օրագարկի ու մտածողության։ Հայաստանի վերանկախացումեն հետո Հայաստան-Սփյուռք հարաբերությունը նպատակասլաց չեղավ երբեք։ Ան չունեցավ ամուր խորք ու հենք, հստակ մեթոդ ու նպատակ։ Փաստորեն անմնաց բիզնեսային ու տուրիստական ոլորտներում մեջ ու չդարձավ հատկապես մշակութային, քաղաքական ու տնտեսական մարզերեն ներս ծրագրված ու համապարփակ գործակցություն ստեղծող նախաձեռնություն։ Հայաստանը չգրցավ ճիշտ կերպով օգտագործել Սփյուռքի ներուժը ու անոր քաղաքական կարևոր գործոն ըլլալու իրողությունը։ Մյուս կողմեն Սփյուռքը հսկա ներդրում կատարեց Արցախին եւ Հայաստանին, սակայն հայրենաշինության բերած Սփյուռքի գործոն մասնակցությունը արժանի քնահատանքի չարժանացավ պետության կողմէ։ Իսկ վերջին տարիներում Հայաստան-Սփյուռք հարաբերությունը ահավոր վայրեջքի մեջ է։ Պատճառը Հայաստանի իշխանության որդեգրած քաղաքականությունն է, ներքին թե արտաքին ճակատներու վրա։ Քաղաքականությունը, որ անվարան կարելի է բնորոշել որպես աբասկային, անհերադես ու վտանգալից։ Այսօր փաստորեն հայ ժողովրդի արժե համագարկը սկսած է խախտիլ, նույն ինքը զայն պաշտպանելու գոչված պետության կողմէ։ Արդարև ինչպես կարելի է լուր ու անդարբեր մնալ, երբ իշխանության կողմէ հետևողական ջիկ կթափվի, ցեղասպանությունը անցյալի փոշիներուն տակ թաղելու, Արարատը Արաքածով փոխարինելու, Արցախը անցյալի մեջ պահելու ու եկեղեցին սոսկ պետական կառույց նկատելու, երբ այսպես կոչված հանուն իրական Հայաստանի կշարունակվի ազգային ու կրոնական խորհրդանիշներն ու արժեքները անդեսելու ու նույնիսկ
արհամարելու քաղաքականությունը։ Բազմազան վտանգներով հղի այս երևույթին դիմաց սփյուռքի հուսախաբությունը ու անդարբերությունը սկսած է դառնալ դիրական։ Ներկա իշխանությունը նաև գանդես է սփյուռքը։ Օրինակները բազմազան են ու այլազան։ Եվ ավելին, անգփորձ է բաժանարար քիծեր ստեղծել ու փևերացումներ հարաճացնել սփյուռքեն ներս, հիշեցնելով սովետական միության ժամանակները։ Նման ազգագործան քաղաքականությունը մեզի համար անընդունելի է, նույնիսկ դատապարտելի, ինչպես հաճախ շեշտած ենք։ Եզրակացնելով մեր պատգամը, գուզենք հատուկ կարևորությամբ ընդգծել հետևյալ կետերը։ Առաջին, հետ ցեղասպանության եւ ապա հետ Հայաստանի անկախության հարաճացած սփյուռքներու ներդաշնակումը առաջնահերթ հրամայական է։ Արագ մաշումի ենթակա սփյուռքի ազգային ինքնության վերանորոգումը համայնքային կառույցներու աջմիականացումով ու հոգևոր մշակութային ու ազգային արժեքներու կենսագործումով ավելի քան անհետաձգելի է։ Այս գծով առանցքային է թերը Մեծիդան Անգելիկիո կաթողիկոսության։ Երկրորդ, ինքնագետրոն ու ինքնանպատակ սփյուռքի վախճանը գրնա երկար չդեվել։ Սփյուռքի կյանքը հարկ է դառնա Հայաստանանպատակ, սակայն ոչ Հայաստանագետրոն։ Սփյուռքը պետք է ունենա իր ազատ ու յուրահատուկ մտածողությունը ու գործելակերպը։ Ոչ Հայաստանը պետք է փորձե միջամտել սփյուռքի ներքին կյանքին, ոչ ալ սփյուռքը Հայաստանին։ Երրորդ, համազգային, պետական եւ համասփյուռքյան օրակարգերը պետք չէ իրարու հետ շփոթել, ինչպես նաև իրարու հագատրել։ Անհրաժեշտ է պահել յուրաքանչյուրին յուրահատկությունը։ Անոնք իրենց առաջնահերթություններով ու շեշտավորումներով հարկ է դարբեր ըլլան, սակայն խորքային ու վախճանական իմաստով զիրար ամբողջացնող, հատկապես համազգային բնույթ ունեցող խնդիրներու շուրջ։ Չորրորդ, համասփյուռքյան օրակարգի մշակումը կետ այս հանգրվանին գրնա դժվարության հանդիպիլ, նկատի ունենալով սփյուռքյան կառույցներու ունեցած դարբեր դիրքորոշումները Հայաստանի իշխանության որդեգրած քաղաքական ուղղության նկատմամբ։ Սակայն գխորինք, թե անհրաժեշտ է ժամանակավոր բնույթ ունեցող դժվարությունները շրջանցել եւ համասփյուռքյան օրակարգի հիմը դնել։
Նման արդյունաշատ փորձեր վերջին տարիներուն գդարվեցան Մեծիդանն Գիլիգիո գաթողիկոսության կողմէ։ 5. Համազգային խնդիրներու շուրջ սփյուռքը ըսելիք եւ ընելիք պետք է ունենա։ Ուժեղ Հայաստանի գերդումը, ուժեղ պետությամբ, ուժեղ բանակով ու տնտեսությամբ, ինչպես նաև մեր ազգին միության ու ամբողջականության ամուր պահպանումը ռազմավարական խորհուրդ նշանակություն ունի եւ հետեւաբար համազգային օրագարկի էական մասը պետք է կազմե։ Եվ վերջապես 6. Անհրաժեշտ է աշխարհակրթական նոր զարգացումներու լույսին տակ ազգային պահանջատիրության ներառյալ Արցախին մեր ռազմավարական ու մարտավարական մոտեցումները ու շեշտավորումները վերադեսության ենթարկել։ Այս գծով էական է թերը սփյուռքին, թելադրելի է, որ անհամատրված ըլլա Հայաստանի արտաքին քաղաքականության հետ։ Հաջողություն համագումարի աշխատանքներուն։